Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV տաղավարում հերթական անգամ հյուրընկալվել է ձեզ բոլորիդ քաջածանոթ Հայաստանի Հանրապետության քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով միշտ մեզ իր անակնկալ ելույթներով փորձում է իսկապես հետաքրքիր անակնկալներ մատուցել։ Պարոն Հովհաննիսյան, դուք էլ երևի համոզվել եք, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում տիրող իրավիճակը, երբ ձեզ կրտուկն ու միմյանց հայհոյելու, միմյանց այսպես ուժ կիրառելու մեթոդ դարձել է սովորական երևույթ նախկինների ու ներկաների միջև, պարզապես շատ տխուր տպավորություն է թողնում։ Ձեր կարծիքով ինչով է դա բացատրվում։ Այո, արդեն անցել են սեռական բնույթի հայհոյանքների կանանց ներկայությամբ, Չեն էլ խորշում ոչ մի բանի։ կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ եւ սա արդեն կարելի ասել վերջն է։ Այն էլ բարձրագույն ամբիոնից։ Այո, բարձրագույն ամբիոնից մի երկրում, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգ է, մենք ունենք այսպիսի խորհրդարանականներ։ Դե երկրի վիճակն էլ այսպիսին կլինի իհարկե։ Եթե այդ մարդիկ չեն խորշում, կարծես Վարդան Ղուկասյանին դոկին նստացրեցին եւ իրանք որոշեցին կրկնօրինակել նրանց լեքսիկոնը, բայց նրա կողմից, Վարդան Ղուկասյանի կողմից, դա հասցեագրված էր ժողովրդի անունից իրենց։ Իսկ իրենք, երբ որ դա հնչեցնում են ազգային ժողովում, փաստորեն անպատվում են ժողովրդին, որովհետև ազգային ժողովի իշխանության աղբյուրը մեր սահմանադրությամբ ժողովուրդն է, եւ եթե բարձրագույն օրենսդիր մարմնում թվում է թե մեկը մյուսի հասցեին են հնչեցնում այդ հայհոյանքները, իրականում դա հնչեցնում են ժողովրդի հասցեին, որովհետև ակնհայտ է դառնում, որ աշխարհի համար պատկերացնում եք, դա տեղի է ունենում այն ժամանակ, այս ամենը, այս ծեծկրտուկները, այս սեռական բնույթի հայհոյանքները ազգային ժողովում, այն ժամանակ, երբ հակառակորդը կրակում է սահմանամերձ շրջաններում։ Այն խորհրդարանականները, որոնք տեղափոխվել են Երևան, նաև սահմանամերձ շրջաններից, տարածաշրջանային, այսպես ասած, վերնախավերի ներկայացուցիչներ են, տեղափոխվել են Երևան, թե ինչ հետևանքներ ունի Երևանի համար նրանց տեղափոխությունը Երևան։ Մենք դա էլ ենք տեսնում, չէ՞, եւ երևի թե կանրադառնանք այդ հարցին, բայց մենք տեսնում ենք, որ այսօր սահմանամերձ շրջաններում ուրեմն ահուսարսափ է այդ կրակոցներից, որոնք արդեն ոչ միայն գիշերն են հնչում, այլ նաև գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ցերեգով, այս ֆոնի վրա, այս համատեքստում մենք տեսնում ենք, որ այս մարդիկ պարզապես զուրկ են, չեն ընկալում, անցել է իրանց լիազորությունների վերջի տարին է։ Այս մարդիկ 3 տարի այդտեղ լինելով չհասկացան, թե իրանք որտեղ են գտնվում։ Եվ որն է իրենց լիազորությունը։ Ես մի առիթով դիմել եմ ազգային ժողովին, կապված Երևանում տիրող իրավիճակի հետ, ինձ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է, ես դիմել եմ նրան, որովհետև ոստիկանություն եւ այլն զբաղված են միայն իշխանություններին պաշտպանելու, ցուցարարներից պաշտպանելու հարցով։ Իսկ քաղաքացիներին չինովնիկներից կաշառակեր չեն պաշտպանում։ Հասկանում եք, այս իրավիճակն է, ես այդ հարցերով դիմել էի Անդրանիկ Քոչարյանին, որը պրոֆիլային հանձնաժողովի նախագահ է, նա պատասխանել էր ինձ, որ մեր ուրեմն պաշտոնյաները, վկայակոչելով սահմանադրության հայտնի դրույթը, պաշտոնյաները պետք է գործեն իրենց լիազորությունների շրջանակներում։ Կոչված են գործելու իրենց լիազորությունների շրջանակներում։ Պարզվում է, որ ոստիկանությանը քաղաքացիների իրավունքները պաշտպանելուն մղելը իրենց լիազորությունների շրջանակներում չի։ Իսկ մեկը մյուսին հայհոյելը, իրար մեջ ծեծկրտուկը,
իրենց լիազորությունների շրջանակներում է։ Այդ մարդկանց թվում է, որ իրանց ընտրել են նրա համար, որ իրանք մեկը մյուսին անպատվի։ Ըստ որում երկուսը միմյանց արժանի են։ Եվ որն է այդ անպատվելու, այսպես ասած, մեկը մյուսին անպատվելու արդեն սեռական բնույթի հայհոյանքներով պատճառը։ Կոռուպցիայի խնդիրը։ Կոռուպցիայի, այսինքն այս նախկինները համարձակվեցին արծարծել մի հարց, արծարծել այնպիսի հարցեր, որոնք ցույց են տալիս, որ մեզանում համակարգային կոռուպցիան չի վերացել։ Եվ ով ավելի ճշգրիտ կարող է դրա մասին խոսել։ Իհարկե այդ համակարգային կոռուպցիայի ակունքներում կանգնած ուժը, այսինքն նախկինները, իրենք են այդ համակարգի ճարտարապետները եւ իրենք պարզապես արձանագրում են, որ այդ համակարգը չի վերացել, չի փոխվել։ Իրենք այդ ավազակապետության հիմնադիրներն են եւ իրենք արձանագրում են, որ այդ ավազակապետությունը շարունակում է գոյություն ունենալ։ Ավելի ծարակշիռ վկայություն, քան նրանց կողմից հնչեցրած այդ արձանագրությունը, այդ փաստումը չի կարող լինել։ Իսկ ինչ են իրենց պատասխանում ներկաները, քպեականները։ Ասում են, ոնց, բա դուք այսքան թալանել եք։ Հիմա չեք թողնում մենք ձեր թալանածի կեսի չափով թալանենք։ Էսա վեճի առարկան։ Այսինքն ասում են, նրանք փոխանակ բացատրեն, թե այս կոռուպցիոն փաստերը, այս կոռուպցիոն իրավիճակը, որը տիրում է երկրում, այն որ ասում են ռուկա ռուկու մոյիտ, հասկանում եք, ռուկա ռուկու մոյիտ, եւ ես այսօր ցույց կտամ դա, կոնկրետ օրինակի վրա, ես իմ մաշկի վրա եմ դա տեսել, ես յուրահատուկ հետազոտություն եմ իրականացրել, սկսած 18-21 թվականից, այսինքն ես մտածում էի, որ արդեն իրավունք ունեմ հարցեր բարձրացնելու, որտեղ այս մարդիկ եկան 3 տարի իշխանություն եղան եւ ես առաջին նամակ այս հարցերով հաղորդումը հանցագործության մասին Նիկոլ Փաշինյանին գրել եմ հենց 21 թվականից սկսած եւ այդ նամակները շատ են եղել։ Այո, եւ մենք տեսանք, որ 2 շաբաթ առաջ հնչեցրած այն տխուր իրավիճակը, որը կապված է Մոսկովյան 33 շենքի հետ կատարվող իրադարձությունները ոչ միայն չեն դադարեցվել, այլ նոր թափով են շարունակում։ Սա ինչ է։ Սա հենց դա է, դրա մասին է խոսում, այդ համակարգային կոռուպցիայի արկայության, որովհետև տեսեք ինչ է կատարվում։ Ես ասեմ, որ մեր նախորդ քննարկումից անցել է 2 շաբաթ։ Այս 2 շաբաթվա մեջ ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել։ Եվ ինձ մեսենջերով նամակով դիմեց Գագիկ Թամանյանը, Թամանյանի թոռը, Ալեքսանդր Թամանյանի թոռը Լոնդոնից իմանալով, որ ես այս պայքարն եմ մղում Թամանյանական ժառանգության համար, դիմեց ինձ նամակով մեսենջերով եւ իր ցավն էր հայտնում այն հարցի վերաբերյալ, որ առ այսօր, չնայած ինքը քանիցս դիմել է քաղաքապետարանին, որպեսզի քաղաքում Թամանյանի թանգարան, տուն թանգարան լինի, Թամանյանի թանգարանը, թանգարանի աշխատանքը վերականգնելու համար, այդ թանգարանը փակել են, այդ տեսեք Թամանյանական շենքը քանդում են էսկավատորներով Մոսկովյան 33A։ Բնականաբար, եթե թանգարան լիներ, այդ թանգարանի աշխատակիցները տեր կկանգնեին այդ եւ մյուս Թամանյանական շենքերին, որոնք ավերվում են, գիտեք ում կողմից, ավերվում են այն բիրդանաղաների կողմից տարածաշրջանային բիրդանաղաների կողմից, ովքեր տեղափոխվել են վերջերս քաղաք, Երևան քաղաք, այդ մարդիկ ծնունդով Խնձորեսկից են, տեղ գյուղից են, ես ինչ գիտեմ որտեղից են, հարստացել են, կարողացել են հարստանալ, կուլակ դառնալ եւ տեղափոխվում են քաղաք։ Այս process-ին նպաստել են Ղարաբաղյան կլանը, Սերժ Սարգսյանը,
այս process-ին նպաստել է։ Դրա համար այսօր մենք արձանագրում ենք, որ Սյունիքում ազգաբնակչության թիվը կրճատվել է, որովհետև երբ որ այնտեղի որևէ մեծահարուստ Բիրդան աղա գալիս է քաղաք Երևան, նա իր հետ բերում է մեծ զանգվածի։ Եվ դրանով իսկ Սյունիքում այսօր ազգաբնակչությունը կրճատվել է այս Ղարաբաղյան կլանի տիրապետության տարիներին։ Եվ այս process-ը շարունակվում է։ Այս process-ը շարունակվում է, բայց Երևանում այդ մարդիկ ինչ են անում, այս այն անում։ Այս քանդոցն են անում Երևանում, այս մարդիկ։ Եվ երկար է դա շարունակվում։ Այս մարդիկ այդ քանդոցն են անում, այս մարդիկ այդ անօրինական եղանակով հենվելով կոռուպցիոն մեխանիզմների վրա։ Այսինքն քաղաքապետարանը ոտից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ։ Եվ այդ կոռուպցիայի մասին տեղյակա կառավարությունը, տեղյակա վարչապետը, որտեղ իմ նամակները վկա, իմ նամակները, այ տեսեք, իմ նամակները, ուրեմն, իմ նամակները վկա, ուրեմն հաղորդում 10 տարի շարունակվող հանցագործության մասին, 21 թիվ, նոր հաղորդում, սա հասցեագրված է գլխավոր դատախազին և պատճենը ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետին, այն ժամանակ Հայկ Մարությանի, պատճենը ոստիկանապետ Վահե Ղազարյանին 21 թիվ, նոր հաղորդում 12 թվականից շարունակվող հանցագործության մասին, որին չի հաջողվում վերջ դնել Սերժ Սարգսյանի և նրա եղբայր Լովիկ Սարգսյանի, Լիսկա Մականունով հայտնի Սուրեն Խաչատրյանի, ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի, Երևանի նախկին փոխքաղաքապետից ներկայում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի կողմից ստեղծված և երկար տարիներ երևանցիների ունեզրկումներով զբաղվող կազմակերպված հանցախմբի դիմադրության պատճառով։ Ես հաղորդում եմ տալի հանցագործության մասին, սրան ընթացք է տրվում, հասցնում են մինչև քննիչ և կարճում են։ Կարճում են և նոր հաղորդում շարունակվող հանցագործության և Երևան քաղաքում Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի, Լիսկա Մականունով հայտնի Սուրեն Խաչատրյանի, ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ։ Սա շարունակվում է ինչու, որովհետև այս բիզնես ծրագրերը, այս բանդայի, մաֆիայի, որը զբաղվել է երևանցիների ցեղասպանությամբ, ունեզրկումներով, որտեղ ունեզրկումները դա ցեղասպանության ձև է։ Այ եթե ես առաջի հարգի սեփականության իրավունք ունեմ, ցույց տվեք, խնդրում եմ այդ ուրեմն վկայականը։ Այո։ Առաջի հարգի սեփականության օրինական իրավունք, առաջի հարգի նկատմամբ, թող բոլորը տեսնեն մեր հայրենակիցները։ Եթե ուրեմն իմ սեփականության իրավունքը ոտնահարվում է եւ այդ առաջի հարգը քանդվում է, շին թույլտվություն է տրամադրվում առաջի հարգը քանդելու առանց իմ համաձայնության, առանց այն պրոցեդուրաների, որոնք օրենքն է նախատեսում, այսինքն անհրաժեշտ է, որպեսզի լինի ճարտարապետա հատակագծային առաջադրանք։ Լավ, ինչպես է դա արվում։ Առաջադրանք, այդ առաջադրանքի վրա պետք է հաշվի առնելով սահմանափակումները, այսինքն շենքի համասեփականատիրոջ առկայությունը պետք է դրված լինի իմ ստորագրությունը, որ ես համաձայն եմ այդ առաջադրանքը այդ առաջադրանքի հիման վրա շին թույլտվություն տրամադրելու հետ։ Առանց դրա հիմա ես ասում եմ, ուրեմն Ավինյան լսի, դու հանցագործ ես, ես դա հայտարարում եմ, դու հանցագործ ես, դու տվել ես շին թույլտվություն, խախտելով իմ սեփականության իրավունքը, դու հանցագործ ես։ Եվ ես, Ավինյան, լսի, ես հանդես եմ գալու քո դատավարության ժամանակ որպես կարևորագույն վկա, երբ որ դու կնստես դատապարտյալների աթոռին, իսկ դու կնստես եւ դա շատ շուտ տեղի կունենա, շատ շուտ տեղի կունենա, որովհետեւ կրկնում եմ, դու զբաղված ես երևանցիների ցեղասպանությամբ եւ ոչ միայն դու, ՔՊ կուսակցությունը։ Հիմա ուրեմն գույքահարկի գինը բարձրացնում են, միաժամանակ ես զրկված եմ 20 տարի հնարավորությունից, համարյա 20 տարի, այսինքն 12 թվականից, կներեք, 20 տարի չի, 12 տարի։ Այո։ 10 տարուց ավել։
հնարավորությունից օգտագործել իմ գրասենյակը։ Բայց ես գույքահարկ եմ ուզում։ Հիմա գույքահարկի գինը բարձրացնում են։ Գույքահարկի գինը բարձրացնում են։ Ես հնարավորություն չունեմ իմ օրինական սեփականության մի մասը վարձակալությամբ տալ, որպեսզի կարողանամ այդ գույքահարկը սպասարկել, որտեղ ես ոչ ոքի չեմ թալանել։ Այ բոլոր ժողովուրդը գիտի, թե ով է եղել։ Ես իմ բնակարանը ռեմոնտ չեմ արել, մորս բնակարանն է։ Հիմա Թաքուի Թովմասյանն ասում է 5 բնակարան ունի, Շուշան Պետրոսյանն ասում է 38 բնակարան ունի Երևանում։ Ես ունեմ միայն իմ մայրական բնակարանն։ Այդ նույն շենքում Մոսկովյան 31 հասցեով եւ այդտեղ 33A հասցեով իմ գրասենյակն է։ Ես այդ գրասենյակը չեմ կարողանում օգտագործել։ Այս սրանք գինը բարձրացնում են գույքահարկի, բայց ոնց պետք է վճարեմ։ Սա ցեղասպանություն չի։ Սա ինչու է արվում, որպեսզի կազմակերպեն սեփականության վերաբաշխում։ Ում օգտին նախկինների եւ ներկաների, որտեվ նախկիններից փողերը հետ չեն բերել։ Դա սուտ է, բլեֆ է, որ նախկիններից փողերը հետ են բերում։ Բլեֆ է, կատարյալ բլեֆ է։ Իրականում այդ նախկինները իրանց կալվածքները պահպանում են։ Եվ միայն այն ժամանակ, երբ որ այս նախկինները սկսում են խոսել ներկայիս կոռուպցիայի մասին, սրանք վեր են կենում, կակ չորտիկի, ստաբակերկի, եւ սկսում են գոռալ, ոնց, դուք այսքան թալանել եք, ձեր կեսի թալանացի կեսի չափով մեր թալանին ինչի եք վայս ասում, բա մենք էլ պետք է թալանենք, այս վեճն է գնում խորհրդարանում, ժողովուրդը տեսնում է սա, մեկը մյուսին արժանի է, ըստ որում երկուսն էլ մեկը մյուսի հասցեին բացահայտումներ են ընթացս անում։ Եվ եթե սա այդքան ողբերգական չլիներ, կարող էր արժանանալ ծիծաղի։ Իսկ ինչու է ողբերգական, որտեղ այդ նույն ժամանակ սահմանին կրակում են։ Հասկանում եք, սահմանին կրակում են։ Սա մեր ժողովրդի գլխին անեծք է։ Եվ երևի թե մեր ժողովուրդը մեղանչել է Աստծու առջև, որ այսպիսի անեծք եկավ իր գլխին։ Երբ որ ինձ տանջում էին, ես ասում էի Բակո Սահակյան, այ որ դիմացի շենքում Մոսկովյան 33A դիմացի շենքը էլիտար շենք է, այնտեղ մի ամբողջ հարկ Բակո Սահակյանի բիզնես սենտրն է։ Թե ինչ գործ ուներ Արցախի նախագահան գա Երևանի կենտրոնում բիզնես ցենտր բացի, հա? Ինչ գործ ուներ, դա բիզնես ցենտրն է, այն ժամանակ ես ասում էի Բակո, ես որ եկել ես իմ գրասենյակը քանդում են դեմ դիմաց դու բիզնես ցենտր ես դրել ու հետ վեճտել չի, չնայած ես այդքան բան եմ արել Արցախի համար։ Այդքան բան 90-ական թվականներին։ Հետ վեճտ չի, այ քո գլխին է գալու։ Այսօր նա նստած անդեղ խցում եւ իր գլխին եկավ։ Այդ Աստծո պատիժն է։ Իր հանդեպ։ Լավ, իսկ ներկա իշխանությունների հետ են պատասխան տալու։ Իսկ ներկա իշխանությունները շատ շուտով են պատասխան տալու։ Շատ շուտով, որովհետեւ թող հույս չունենան, որ այդ նախկիների խաղակարտը խաղարկելով եւ ուրեմն թվացյալ պատկեր ստեղծելով, կեղծ շինծու պատկեր ստեղծելով ժողովրդի աչքում, որ իրենք հակակշռում են այդ նախկիններին, նախկինները ահավասիկ ձգտում են իշխանության վերադառնալ եւ իրանք միակ արգելքն են, որպեսզի արգելափակում են նրանց վերադարձը, այդ շինծու պատկերը չի աշխատելու, շատ շուտով դա հողմացրիվ է լինելու, որտեղ մարդիկ հասկացել են, մարդիկո հիմար չեն, հասկանում են, չէ, ինչա կատարվում։ Ես ուրեմն ասեմ, որ այս հերու չգնալու համար հիմա զանգեմ թեժգից քաղաքապետարանի, որովհետև մեր շենքի Մոսկովյան 31 շենքերի, այն շենքերի, որոնց բակում նկարահանվել է հայտնի Մուշչինի ֆիլմը, համարտիկ, այո, ուրեմն զանգեր են տալիս թեժգից, ես էլ եմ զանգել թեժգից,
2 շաբաթ։ Ուրեմն պետք է այնպիսի բաների կատարվում։ Պետք է պատասխան նրանք տային, չէ, խոստացել էին պատասխան տալ։ Իմ էլեկտրոնային հասցեն են վերցրել, հեռախոսի համարը ես չեմ թաքնվում այն հարցադրումներին։ Ես պարզ մի հարցադրում եմ տալի, որ քանդում են շենքը, դուք քաղաքը տեր ունի թե չունի։ Ես համաձայն չեմ այն իմ սեփականության իրավունքը վկայակոչում եմ, որ ես շենքի համասեփականատեր եմ, որ գործողությունները քանդման կատարվում են առաջի հարգում, որտեղ միայն ես ունեմ սեփականություն։ Ուրիշ ոչ ոք չունի առաջի հարգում, այսինքն իմ սեփականության տարածքում կատարվում են այդպիսի գործողություններ, որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։ Լավ, պարոն Հովհաննիսյան, միշտ կզանգեք թեժգից, ես առաջարկում եմ մի բան տատենք մեր զրույցը, գովազդային տեսահոլովակները, դուք կհանգստացեք ու զանգահարեք։ Այո, շատ լավ։ Խնդրեմ տեսահոլովակները։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Փակ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։ Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։ Ջերի բարեկամներ, թեժ գիծ ազանգարել Համայակ Հովհաննիսյանը։ Պատասխանի մասին է խոսքը, ինչի համար եք դիմել։ Դիմել եմ այն բանի մասին, որ Մոսկովյան 33A հասցեում առաջի հարգում, որտեղ ես ունեմ, որի նկատմամբ ես ունեմ սեփականության իրավունք, այ հիմա էկրանին ցուցադրվում է այդ սեփականության իրավունքը, ես ձեզ զանգում եմ ուղիղ եթերա եւ մեր ազգաբնակչությունը տեղեկանում է, թե ինչ վիճակատիրում Երևանի կենտրոնում Մոսկովյան 33A շենքում քանդվում է, քանդման գործողություններ են կատարվում, ծանր տեխնիկայով, էսկավատորով, ուրեմն եւ մենք բարձրաձայնել ենք դա, ես լուսանկարները ուղարկել եմ Viber-ով ձեր ուրեմն համարով, Երևան համարով։ Դուք լսում եք ինձ։ Լսում եմ, այո։ Լսում եք։ Ուրեմն որևէ պատասխան չեմ ստացել։ Դուք գիտեք կարգը, որպեսզի տրամադրվի շինթույլտվություն, անհրաժեշտ է, որ լինի ճարտարապետաշինարարական առաջադրանք, այդ առաջադրանքը չի կարող չունենալ սահմանափակումներ, ունի սահմանափակումներ, որտեղ շենքը ունի համասեփականատերեր, այդ համասեփականատերերի ստորագրությունը պետք է լինի այդ առաջադրանքի վրա, որի ինչի հիման վրա քաղաքապետը կարող է տրամադրել շինթույլտվություն։ Այլ դեպքում, եթե համասեփականատերերի համաձայնությունը չկա, շինթույլտվություն չի տրամադրվում։ Հիմա ես ձեզ ասեմ, ես դիմել եմ գլխավոր դատախազին հաղորդմամբ հանցագործության մասին, դիմել եմ վարչապետի, վարչապետը իր կողմից իմ հաղորդումը հանցագործության մասին ուղարկել է գլխավոր դատախազին, գլխավոր դատախազը ուղարկել է հանձնարարել է իր վարչության պետին, վարչության պետը ուղարկել է շրջանի ուրեմն դատախազին,
շրջանի դատախազին, շրջանի դատախազը ուղարկել է ուրեմն ուղարկել է շրջանի դատախազը խնդրում եմ լսեք, դուք ուղիղ եթերում եք, խնդրում եմ ուշադիր լսեք եւ ուրեմն շրջանի դատախազ Արամյանը ուղարկել է ոստիկանության պետին Նիկոյանին, գնդապետ Նիկոյանին, այդ գնդապետ Նիկոյանը նշանակել է մայոր Էդիկ Գասպարյանին, մայոր Էդիկ Գասպարյանը եկել է ծանոթացել է իրավիճակին, բայց դրանից հետո այդ շինարարական գործողությունները, որոնք սկսվել են դեռ անցած տարվա օգոստոսից, սառեցվել են եւ նոր թափով վերսկսվել են 1 ամիս առաջ։ Եվ 1 ամիս շարունակ ես ահազանգում եմ այդ մասին եւ պահանջում եմ մի հարցի պատասխան։ Ինչպես ինչ իրավունքով, ինչի հիման վրա ոտնահարվում է իմ սեփականության իրավունքը, օրինական իրավունքը։ Ես համաձայնություն չեմ տվել, ինչ իրավունքով, ինչքան փող է ստացել Ավինյանը, ինչ կաշառք է մեծ ստացել, որ այդ ոստիկանություն, բոլորը այդ կաշառքի մեջ կան։ Այդ համակարգ է կոռուպցիոն, համակարգ, որովհետև ուրեմն ձեռքը լվանում, վարչապետի աշխատակազմ, գլխավոր դատախազ, շրջանային դատախազ, պարզապես գալիս է մինչև ներքև եւ գտնում են մի հատ մայոր Գասպարյան, որի գլխին կոտրում են, դա մայոր Գասպարյանը հարցը փակեց, վերջացավ, գնաց, ստուգել ենք, նայել ենք, կա շինթույլտվություն, բայց հիմա տեսեք ինչ է կատարվում, այդ վարչապետի աշխատակազմից դիմել էին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչության մարմնի ղեկավարի տեսչության մարմին, այդ մարմնի ղեկավարի տեղակալը ինձ պատասխանում է։ Ի պատասխան ձեր վարչապետին ուղղված գրության, կապված Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց 33A հասցեում ապօրինի շինարարության թույլտվությունների տրման եւ իրականացվող աշխատանքների մասին տեղեկացվում է, որ վերոհիշյալ հասցեում արկա է Երևան քաղաքապետարանի կողմից 24 թվականի ապրիլին կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց 33A հասցեում մասնաշենքի հիմնանորոգման ներքին տարածքների վերակառուցման ներքին տարածքների, որ տարածքների իմ սեփականության աշխատանքների կատարման համար հայ հիդրոնախագիծ փակ բաժնետիրական ընկերության տրամադրված շինարարության թույլտվությունը եւ նախագծային փաստաթղթեր ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին համար 596 որոշման երկրորդ հավելվածի համաձայն ստացել են փորձագիտական դրական եզրակացություն 15 թվականին ստացել են դրական եզրակացություն Սերժ Սարգսյանի օրոք դուք ասում եք փոփոխություններ է տեղի ունեցել այս երկրում բա ուր են այդ փոփոխությունները 15 թվականին տրված ուրեմն Սերժ Սարգսյանի մի ընդհատեք ես իրավունք ունեմ Չէ, մի րոպե ես ավարտեմ ուրեմն 15 թվականին այդ ԱՊԶ-ն տրամադրվել է Սերժ Սարգսյանի մորաքրոջ որդու Մեսրոպ Հարությունյանի Մերսիկ անունով Մեսրոպ Հարությունյանի կողմից, որը ճարտարապետաշինարարական առաջադրանքների տրամադրման վարչության բաժնի պետներ քաղաքապետարանում։ Ես 15 թվականին տրամադրված ԱՊԶ-ի հիման վրա շենքը եկել քանդում են։ Այսինքն շատ լավ բան է, Ավինյանը շինթույլտվություն է տրամադրել, վաղակասի ես չեմ ԱՊԶ-ն տրամադրել, ԱՊԶ-ն տրամադրել է Մերսիկ Մեսրոպ Հարությունյանն են մեռել արդեն։ Հա, այսինքն լսեք, հիմա ես ձեզ պարզ ասում եմ, այդ ուրեմն որ վկայակոչումը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեսչության մարմինը, որ վկայակոչումը 15 թվականին, այդ փաստաթուղթը իմ ձեռքում է, մի հատ ցույց տվեք այդ փաստաթուղթը, ցույց տվեք թող մեր ուրեմն հանրությունը իմանա 15 թվականի մարտի 19-ին Այսինքն այդ առաջադրանքները ժամկետ ունեն 2 տարի
2 տարի ժամկետ, անցել է 10 տարի, այդ առաջադրանքի հիման վրա դրել եք Գևորգ Թամանյանի նախագծած շենքը քանդում եք, դա հանցագործություն է, Ավինյանը հանցագործ է, եթե տրամադրել է շինթույլտվություն, եւ ես եթե դիմում եմ մի րոպե, դիմում եմ վարչապետին, աշխատակազմը դիմում է, մի րոպե, աշխատակազմը դիմում է դատախազին, դատախազը հասնում է մինչև շրջանային դատախազ, շրջանային դատախազը շրջանային Միրպետ Նիկոյան, եւ դրանք բոլորը վկայակոչում են շինթույլտվություն, նաեւ գազքի պետ Սամվել Ղուկասյանը, հենա իր գրությունն էլ այն ձեռի տակ, որ ես պատասխանը ստացել եմ, ինձ դորում իմ դիմումը բնութագրում է որպես գրություն, ոչ թե հաղորդում հանցագործության մասին, որը ուղարկել եմ վարչապետին, այ մարդ այդ վարչապետին հարգեք, չէ, այդ վարչապետը ուղարկում է գլխավոր դատախազին իմ դիմումը հանցագործության մասին, նա ընթացք է տալի, դուք հանգում եք նրան, որ ես ընդամենը գրությունով դիմել եմ ձեզ, եւ որ նա ունի շինթույլտվություն, իսկ շինթույլտվությունը վերջի ինստանցիան է պարզվում է, այսինքն դուք պաշտպանում եք ոչ թե քաղաքացիներին, կեղծ շինթույլտվություններից, կաշառքով տրվող շինթույլտվություններից, պաշտպանում եք քաղաքացիներին, այլ պաշտպանում եք ուրեմն այդ չինովնիկներին, որոնք այդ կաշառքով այդ շինթույլտվությունները տրամադրում են, դրա ոստիկանություն, դատախազություն, գլխավոր դատախազ, վարչապետի աշխատակազմ, ձերքի տված, ձերքն է լվանում, կոռուպցիայով են զբաղված, մտնում են յուրաքանչյուր քաղաքացու տուն, այդ յուրաքանչյուր քաղաքացու տունը քանդում են, եւ դուք ասում եք, որ երկրում չկա համակարգային կոռուպցիա, համակարգային կոռուպցիան կա, ես ձեզ ասում եմ ինչ գրավոր, ես ձեզ հայտարարում եմ ուղիղ եթերով, ամբողջ ժողովուրդը իմացավ, թե դուք ով եք, հասկացաք, լսեք, ես մի քանի հատոր գրավոր գրություններ եմ գրել, վարչապետին, գլխավոր դատախազ, այս ընթացքում գլխավոր դատախազը փոխվել, արդարադատության նախարարը փոխվել, բայց սա էլ տեղի չի շարժվում, այդ կոռուպցիոն համակարգը պահպանվում է, դուք զբաղված եք Երևան քաղաքի բնակիչների ցեղասպանությամբ, դա ցեղասպանությունը այդպես է լինում, երբ որ ունեզրկում են, բա ոնց իրականացրեցին Արցախում ցեղասպանություն, թուրքը ոնց ունեզրկելով իրականացրեց, սա է, հիմա դուք զբաղված եք քաղաքում այդ նույն գործողություններով, դուք զբաղված եք, նկատի ունեմ, ուրեմն Ավինյանը, ես նորից եմ ասում, Ավինյանը նստելու է դատապարտյալի աթոռին, մեղադրյալի աթոռին, եւ տեսնենք, հիմա կտեսնենք, թե դուք ինչպես կարձագանքեք, ես բոլոր փաստաթղթերը ցույց եմ տվել, այո, կներեք սիրելի հեռուստադիտողներ, որ ես տաքացած եմ խոսում, բայց իմ այս խոսքը իմաստ ունի իսկապես այն ինչ կատարվում է Երևանում, Երևանի կենտրոնում, երբ որ հատուկ ուրեմն այս տարածաշրջանային մաֆիաների ներկայացուցիչներին տրվում են շինթույլտվություններ, դրանք գալիս են Երևան, գալիս են բերելով իրենց հետ իրենց բանդաները տարածաշրջանային, պարապում են երևանյան շենքերի թամանյանական ժառանգության ջանին, քանդում են դա անխնա ձևով, որովհետև նրանք բնիկ երևանցի չեն, նրանց համար դա արժեք չունի, հասկանում եք, նրանք այդ բակում չեն խաղացել, նրանք չգիտեն ինչ բան է բակում, երևանյան բակում խաղալը, երևանյան բակում մեծանալը, Երևանի համն ու հոտը մանկուց իմանալը, նրանք դա չգիտեն, նրանց համար դա թանկ չի, դրա համար էսկավատորը դնում ու քանդում են, Ձեր բակում էլ նոր շենքեր են կառուցում չհասկանալ։ Այո, հարգելի Համլետ։ Այո, Բաքում, տեսեք, Բաքում դղյակ են կառուցում։ Ինչպես։ Ես երկար ժամանակ փորձում էի պարզել, թե այդ դղյակը ումն է։ Ուրեմն այդ դղյակը ումն է։ Եվ ումն է։ Այդ դղյակը խնդրեմ ցույց տվեք։ Եվ ումն է դա։ Պարզվեց, այո, դղյակ, Բակի մեջտեղը,
Բայց ինչպես է։ Ուրեմն ինչպես են կառուցել, գիտեք ոնց։ Ուրեմն լուսահոգի Կարեն Դեմիրճյանը հատուկ ինձ պատմում էր, որ մեր բակում նախատեսված էր խորհրդային Հայաստանի տարիներին, որպես օրինակելի բակ լինի, որտեղ այդ հայտնի բակը, ես ասացի այդ բակում նկարահանվել է Մուշինի ֆիլմը եւ այդ շենքը Մոսկովյան 31-33 այդ թամանյանական շենքերը դրանք իսկ պատմական նշանակություն ունեն եւ գեղեցկություն են իրենցից ներկայացնում, իսկապես գեղեցկություն, ճարտարապետական արժեքներ են եւ բակը որոշվել էր դարձնել օրինակելի, դրա համար բոլոր բակի փոքր տնակների ուրեմն տերերին, որ ապրում էին այդ փոքր տնակներում, տրուշուբաներում, նրանց տրվեցին բնակարաններ, բայց հետո վրա հասավ այս չարաբաստիկ 1988 թիվը եւ հետո դրան հաջորդեց 90 թիվը, այդ ծրագրերը մի կողմ դրվեցին, չնայած այդ փոքրիկ տնակները ազատվել էին եւ վերացվել էին, քանդվել էին մի մասը, մեծի մասամբ, բայց մի քանիսը մնացել էին, այդտեղ եկան փախստականները Բաքվից բնակվեցին։ Երվանդ Զաքարյանը հատուկ նկատի ունենալով, որ հետագայում այդ կծախի այդ փախստականներից, դրանք ուրեմն դրանց մոտից կարելի է էժան գնով առնել, այդ փախստականներին Բաքվեցիներին Երվանդ Զաքարյանը տվեց սեփականության իրավունք այդ խիբարկաների նկատմամբ, բայց այդպիսի մի խիբարկա էլ այս բանի տեղն էր, այդ խիբարկան ուրեմն այդտեղ ապրում էր Բաքվից գրող, շատ բարեխիղճ կին, Անյա անունով, նրան սեփականացրել էին հաշվի առնելով, որ միանակ կին է, նրա մահվանից հետո ձևակերպեցին, թե իբր նա մահվանից առաջ վաճառել է դա Վազրիկ Սեկոյանին։ Ով է Վազրիկ Սեկոյանը։ Պարզվում է Վազրիկ Սեկոյանն է սրա սեփականատերը։ Այն նույն Վազրիկ Սեկոյանը, որը Երևան մոլի տնօրենն է եւ Միշիկ ուրեմն Մինասյանի, Միքայել Մինասյանի, Սերժի Փեսայի մտերիմն է եւ Սերժի Փեսան այդ նույն գործով է անցնում, ինչ որ Սերժի Փեսան, որը փախուստի մեջ է հիմա, սա չի հասցրել փախչի Երևան մոլի գլխավոր տնօրեններ, այս դղյակը կառուցել էր նոր անհրաժեշտ եղավ, հա մեր բակում, անհրաժեշտ եղավ, չնայած նորից եմ կրկնում, բակը դա այդ շենքի բոլոր բնակիչների համատեղ սեփականությունն է բակը, որևէ մեկի համաձայնությունը շենքի չէին ստացել, երբ որ այս շինթույլտվությունը տրամադրել են, տրամադրել է Հայկ Մարությանը, Հայկ Մարությանն է տրամադրել, նախկին քաղաքապետը, բայց հետո նա տրամադրել է 2 հարկ, իսկ այս Ավինյանը տրամադրել է շինթույլտվություն 3 հարկ, բոլոր այս քաղաքապետները տրամադրել են, որտեղ մեջտեղը փող կա, այսինքն հիմա այս Վազրիկ Սեկոյանին բանտարկել էին, հիմա բաց են թողել, այս նկարը, այս լուսանկարը երեք է արվել, այսինքն այնտեղ տեսնում եք աշխատում են, մինչև հիմա մի քանի ամիս սա սառեցված էր, քանի այսինքն Վազրիկ Սեկոյանի հետ բանտում պայմանավորվել են, մենք այս բաց կթողնենք, խապանման միջոցը կփոխենք, կգնաս այդ դղյակը կավարտես, հետո կնվիրես մեզ։ Ումն է դղյակը։ Վազրիկ Սեկոյանինն է։ Ում է նվիրելու։ Նվիրելու է ՔՊ-ին, ում։ ՔՊ-ին։ Դե ասեք անուններով։ Անուններով դա լսեք ում պետք է նվիրի, իշխանությանը պետք է նվիրի, որպեսզի իրան ազատեն։ Ինքն էլ փախչի, ինչպես Մաքսապետյանը փախավ, Մայրապետյանը փախավ, ինչպես Սերժի եղբայր Լևիկ Սարգսյանը փախավ, չէ՞։ Այս Մոսկովյան 33A շենքի ճակատագիրը ողբերգական պայմանավորված է Լևիկ Սարգսյանով։ Հասկանում եք, դա Սերժի ընտանիքն է զբաղվել այդ ծրագրով, որպեսզի ուրեմն այդ շենքը հայտարարվի վթարային, քանդվի եւ տեղում այդ թամանյանական գողտրիկ շենքի տեղում կառուցվի երկնաքեր, որը կհարստացնի, ել ավելի կհարստացնի Սերժ Սարգսյանի ընտանիքը։ Հիմա ես որ ասում եմ, գիտեք ինչ բան է համակարգային կոռուպցիան։
Համակարգային կոռուպցիան, ծիրել հայրենակիցներ, դա մի մեխանիզմ է, որում ընդգրկված են բոլորը։ Տեսեք, իմ այս գործում ոնց է ձայնակցում գլխավոր դատախազին վարչության պետը, օրինականության հաստատման, ես ինչ գիտեմ, ես Փանոսյանը, որը ուղարկում է դա ուրեմն շրջանի դատախազին այդ Արամյանին, այդ Արամյանը Նիկոյանին ոստիկանապետին եւ բոլորը նույնն են ասում, կա շինթույլտվություն, իսկ եթե կա շինթույլտվություն, դա սրբության սրբոց է, այսինքն ոստիկանությունը կոչված է պաշտպանել այն կոռուպցիոներների, որոնք տրամադրում են ապօրինի շինթույլտվություններ, ոչ թե քաղաքացիներին, ովքեր այդ ապօրինի շինթույլտվություններից տուժում են։ Դեմոկրատական հասարակության մեջ ուրեմն զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ գոյություն ունի։ Տեսեք, եթե դատախազը կոռուպցիայով է զբաղվում, դատարանը հակակշռում է։ Եթե ուրեմն գլխավոր դատախազությունը թերանում է, ոստիկանությունը ստուգում է, ոստիկանությունը հակակշռում է այդ թերացումներին։ Սա է ժողովրդավարությունը։ Սա մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ամենուրեք որտեղ կա ժողովրդավարություն։ Մեզանում չէ, մեզանում կա համակարգային կոռուպցիա, ձերքն է լվանում։ Տեսեք դրա համար Գազքի պետ Սամվել Ղուկասյանը ասում է, այս քաղաքաշինության, անվտանգության մարմնի ղեկավարը, ասում են կա շինթույլտվություն, վերջ, եթե շինթույլտվություն կա, ուրեմն ամեն ինչ օրինական է, իսկ թե ոնց է այդ շինթույլտվությունը տրամադրվել եւ մենք դա չենք ստուգում, նույնը ասում է ոստիկանությունը, որովհետեւ համակարգային կոռուպցիան է, ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը եւ ընդդիմությունը խորհրդարանական նույն կոռուպցիոն համակարգի մեջ են։ Դրա համար, այո, համակարգային կոռուպցիայի պայմաններում ընդդիմություն կոչվածը նույնպես ներքաշված է այդ կոռուպցիոն մեխանիզմի մեջ։ Սա է համակարգային կոռուպցիայի առանձնահատկությունը։ Դրա համար Վազրիկ Սեկոյանին դատարանից բաց են թողնում, գրավի դիմաց, հետո ասում են գործը ընդհանրապես կկարճենք, բայց դու մինչև այդ ավարտես այդ դղյակը նվիրես մեզ, այդ դղյակը պիտի ծառայի մեզ։ Բանուն ոնց արեցին Հովիկ Աբրամյանի խորհրդարանի նմանությամբ կառուցվող, դուք տեսել եք նման երկիր, որտեղ ինչ որ մեկը համարձակվի պետական սիմվոլներից մեկի խորհրդարանի նմանությամբ դղյակ կառուցել։ Սպիտակ տան ասեն խորհրդանիշ։ Սպիտակ տան խորհրդանիշ, որևէ մի նախկին պրեզիդենտի մտքով անցել է գնալ իր դղյակը կառուցեց սպիտակ տան։ Ուրեմն նա մեկընդմիշտ խայտառակվեր։ Ուրեմն սրան հնարավորություն են տվել է Հովիկ Աբրամյանին դա վաճառել։ Ում է վաճ, այսինքն ինչ են ասել, բա գործարքի մեջ են մտել։ Դու շան մսի գնով սիմվոլիկ գնով վաճառում ես մեր մարդուն, այսինքն մեզ։ Վերջ, էսա, եւ սա ասում են կոպեկ առ կոպեկ վերադարձնում եք։ Կոպեկ առ կոպեկ վերադարձնում եք, կոպեկ առ կոպեկ դնում եք ձեր գրպանը։ Կոպեկ առ կոպեկ դնում եք ձեր գրպանը։ Պարոն Հովանեսյան, ինքան շատ են հարցերը։ Մի հարց կար ուզում եմ անպայման տալ, բայց կարող եք կարճ կապել, ասենք հոկտեմբերի 27-ի գործով գիտեք, որ Ժիրար Շեֆիլյանին վկայի վիճակով հրավիրել են, ներգրավել են այդ կազմակերպիչների մասով քննության գործում։ Դուք որպես տուժող եւ Կարեն Դեմիրճյանի մերձավոր զինակից ինչ կարծիքի եք, արդյոք ճիշտ ուղղությամբ է գնում անջատված մասով քննությունը։ Գիտեք, աղ եք լցնում իմ երկի վրա։ Աղ եք լցնում, որովհետև ես ի տարբերություն Արամ Զավենի Սարգսյանի, օրինակ, շատ սրտից մոտ եմ ընդունում այն, որ տեղի է ունենում ֆարս հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործի շուրջ։ Ֆարս, կեղտոտ ֆարս։ Հասկանում եք, Արամ Զավենի Սարգսյանը երկար տարիներ Սերժ Սարգսյանի իշխանության 10 երկարուձիգ տարիների ընթացքում մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի 10 երկարուձիգ 10 իշխանության տարիների ընթացքում ասում էր, որ
հոկտեմբերի 27-ը կազմակերպիչների մասով կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո։ Հիմա ասում են, թե իբր իշխանափոխություն ա եղել։ Բա որ իշխանափոխություն ա եղել։ Դու էլ ասում էիր Արամ Զավենի Սարգսյան, որ կբացահայտվի իշխանափոխությունից հետո ինչու չբացահայտվում։ Ուրեմն իշխանափոխություն չի եղել իրականում։ Դեմքերի փոփոխություն ա եղել։ Այսինքն մաֆիայի մի գլուխը կտրվել է, մյուս գլուխն դրա փոխարեն հանձնարարել այդ մաֆիայի ավազակապետության կառավարման գործը։ Էս է նշանակում։ Բա այլապես ո՞նց բացատրել։ Բա հետանոտ եղի, բա եթե դու ասում ես իշխանափոխություն ա եղել, մերժել ենք Սերժից, ազատվել ենք Սերժից, Քոչարյանից, բա հոկտեմբերի 27-ը տեղում կազմակերպիչների մաս դոփես տեղում։ Գիտեք ինչ, ես պահանջել էի, որտեղ ես իրավունք ունեմ պահանջելու։ Ես Կարեն Դեմիրճյանի ամենամերձավոր զինակիցն եմ եղել, ես եղել եմ Միասնություն դաշինքի քաղխորհրդի անդամ, եթե վերցնեք տեղեկագիրը Միասնություն դաշինքի կտեսնեք ազգանունների հերթականությամբ, թե ինչ ազգանունների հերթականությամբ է Միասնություն դաշինքի նախընտրական ցուցակը։ 27-ից հետո ես էի առաջի համարը։ Ես հրաշքով եմ փրկվել։ Եվ այդ դահլիճում եղել եմ առաջի կարգում։ Եվ տուժող եմ։ Եվ պահանջում էի, որպեսզի իմ առերեսումը տեղի ունենա Նայիրի Հունանյանի հետ, որտեվ այդ հնարավորությունը ընձեռվել է, նախադեպ կա, մենք էլ գիտենք նախադեպային իրավունքը ինչ է, նախադեպ կա Արման Բաբաջանյանը այցելել է Նայիրի Հունանյանին, իբր թե նրա հետ զրուցել է, չնայած ես կասկածներ ունեմ, ես օրինակ կասկածում եմ, որ Նայիրի Հունանյանը ողջ չի։ Ես կասկած ունեմ, ոչ ոք նա ոչ տեսել է, ոչ էլ, արդեն ոչնչացրել են, որպեսզի թաքցնեն կազմակերպիչների մասով հետքերը։ Պարզապես դա թաքցնում են դա։ Բայց ես այդ կասկածը ունեմ, թեկուզ այդ կասկածը ունենալու պատճառով։ Ես ասում եմ, այցելել է, ինձ էլ այդ հնարավորությունը տվեք։ Ես տուժող եմ, նա տուժող չէր Արման Բաբաջանյանը։ Նա տուժող չէր, նա Միասնություն դաշինքի հետ կապ չուներ։ Ուրեմն ես տուժող եմ, ես պահանջում եմ, որպեսզի իմ առերեսումը տեղի ունենա Նայիրի Հունանյանի հետ, ես նրան հարցեր ունեմ տալու, որպես տուժող։ Ես ուզում եմ օգնել հետաքննությանը, եթե դուք իսկապես անկեղծորեն հետաքննություն եք իրականացնում, այդ ոչ թե ֆարս։ Ֆարս, որի դրսևորումներից մեկը պետք է լիներ Ժիրայր Սեֆիլյանը, ինչ դեր ուներ այն ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը։ Ուրեմն ԱԱՑ-ի միջոցով, ԱԱՑ-ին գործ ա եղել, ԱԱՑ-ի միջոցով նրանք կցել են մայորի, որը ուղեկցել է այդ Նայիրի Հունանյանին։ Սերժ Սարգսյանը ԱԱՑ-ի պետ էր, կազմակերպել է դա, դուք ընկել եք Ժիրայր Սեֆիլյանի հետևից։ Որ ինչ ասեք, որ լրիվ հիմարացնեք այդ գործը, վերջում էլ ասեք սարսափելի է։ Սարսափելի է, ես նորից եմ ասում, ես պահանջում եմ, որպեսզի կազմակերպվի իմ առերեսումը, որպես տուժողի Նայիրի Հունանյանի հետ, եւ ես համոզում եմ, որ Նայիրի Հունանյանը կենդանի է, եւ հնարավորություն ունենամ նրանից բարձելու մի շարք հարցեր։ Եղավ պարոն Հովհաննիսյան, ես խնդրում եմ մի հանգստացեք, որովհետև շատ հարցեր չեմ ուզում տամ, ձեզ հարվածի տակ չդնելու համար, շնորհակալ եմ, որ ինչպես միշտ անկեղծ։ Ես մեծ փորձառություն ունեմ հարվածի տակ դնելու եւ դիմանալու։ Մեկա, Աստված վերևը կա։ Հռոմի պապն էլ հայ է։ Դա էլ ասեմ։ Հռոմի նոր պապը հայ է։ Ինչը նաեւ ցույց է տալի ասու ուրեմն վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ, թե Աստված ոնց է վերաբերում մեր ազգին։ Լևոն 14-րդ է։ Այո, Լևոն 14-րդ։ Եղավ, շնորհակալություն, սիրելի բարեկամներ, շատ իր ինքնատիպ հերթական ելույթով մեր տաղավարում էր քաղաքագետների միության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը։ Սպասեք նրան առաջիկայում եւս նոր բացահայտումներով իհարկե։ Այսօր այսքանը, ցտեսություն։